Վերջին ամիսներին թվային հարթակում խարդախությունների դեպքերը ավելացել են, կեղծ ներդրումային առաջարկներ, պետպաշտոնյաների անունից հաղորդագրություններ, հղումներ տարածվում են։ Թեմայի մասն ենք խոսելու տաղավարում։ Այստեղ է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմի ներկայացուցիչը Անահիտ Ավագյանը։ Անահիտ, ինչ են ցույց տալիս դիտարկումները, ինչ հիմնական մեթոդներով են թիրախավորվում հայկական օգտահաշիվները։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ անդրադառնալով ձեր հարցին նշեմ, որ այս պահին կիբերհանցագործության տարածված հիմնական մեթոդներից են SMS հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են քաղաքացիներին իբրև թե բանկերի անուններից։ Այս նամակներում հաճախ քաղաքացիներին ասվում է, թե իբրև իրենց անունով վարկ է ձևակերպվել մի կլորիկ գումարի, եւ եթե նրանք չեն այս վարկը ձևակերպողը կամ ցանկանում են այն չեղյալ համարել, ապա պետք է շտապ անցնեն այդ հաղորդագրությունում կցված հղումով եւ տեղեկացնեն բանկին այս մասին։ Բնականաբար բազմաթիվ քաղաքացիներ տեսնելով այս կլորիկ գումարը եւ խուճապի մատնվելով արագ բացում են հղումը եւ ուրեմն տալիս այն բոլոր տվյալները, որոնք իրենցից այդ պահին պահանջում են։ Այսինքն երևում է սովորական հեռախոսահամար, բայց նամակի բովանդակությունը մոտավորապես նշվում է, որ X բանկի անունից է։ Այո։ Եվ հենց այն պահին, երբ նրանք այդ տվյալները լրացնում են, կիբերհանցագործները վերցնում են այդ տվյալները եւ սրա միջոցով արդեն հասանելիություն են ստանում քաղաքացիների բանկային օգտահաշիվներին, այսինքն նրանց բանկային քարտերին, եւ իրենց ուզածի չափով արդեն գումար են փոխանցում իրենց իսկ հաշիվներին, վաճառելով բնականաբար ֆինանսական մեծ կորուստներ։ Մյուս մեթոդը, որ եւս նկատում ենք, որ տարածված է, քաղաքացիները հաճախ կատարում են հրապարակումներ որևէ ապրանքի վաճառքի հետ կապված։ Եվ իրենց հետ կիբերհանցագործները ձևանալով որպես քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են այդ ապրանքը գնելով, հիմնականում կապի են դուրս գալիս նամակագրական հավելվածներով WhatsApp, Viber, Telegram եւ նորից խնդրում են իրենց բանկային քարտի տվյալները, որպեսզի կարողանան վճարել ապրանքի համար կամ էլեկտրոնային պայմանագիր կազմեն, որ ուրեմն առաքումը կազմակերպեն ապրանքի եւ նորից քաղաքացիները տալիս են այս տվյալները եւ ունենում ֆինանսական կորուստներ։ Ինչի վրա քաղաքացիները կարող են ուշադրություն դարձնել հասկանալու համար, որ հաղորդագրությունը, որոնք ստացել են կամ այն կապը, որը հաստատվել է ցանցային հարթակում, իրականում կեղծ է եւ ընդհանրապես գումար շորթելու միջոց ցանցայինների համար։ Եթե նամակը, հաղորդագրությունը կամ անգամ զանգը ձևանում են, թե իբրև տվյալ բանկից է ուղարկվել, այստեղ առաջին քայլը, որ քաղաքացիները պետք է անեն, նախ հասկանալ իրոք այդ հաղորդագրությունը այն կառույցի կողմից է, որից ասվում է, որ այն ուղարկվել է։ Ինչպես սա կարող են անել, ուշադրություն դարձնելով այն հեռախոսահամարին կամ էլեկտրոնային հասցեին, որից այն ստացել են։ Կարելի է պարզապես բացել այդ կառույցի պաշտոնական կայքեջը միշտ նշվում է, չէ՞, նրանց պաշտոնական հեռախոսահամարն ու էլեկտրոնային հասցեն եւ համեմատելով հասկանալ։ Եվ որում երբեմն գուցե հաջողում են 1 թվի, 1 տարի, 1 կետի տարբերությամբ։ Բնականաբար, հատկապես էլեկտրոնային հասցեներում կարելի է շատ նման կարող է լինել։ Եվ հենց դրա համար, եթե մենք ուզում ենք եւս մեկ հավելյալ քայլով ճշգրտել, կարելի է պարզապես զանգել այդ պաշտոնական հեռախոսահամարով տվյալ կառույցին եւ ճշգրտել, արդյոք դուք եք այս հաղորդագրությունը կամ զանգը ուղարկել։ Երկրորդը, եթե նամակը իր մեջ պարունակում է լեզվական քերականական կետադրական սխալներ, ապա հավանաբար գործ ունենք կեղծիքի հետ, որովհետև բնականաբար պաշտոնական կառույցները ուշադրություն են դարձնում բովանդակությանը մինչև մեզ հետ կապ հաստատելը։ Մյուսը շտապողականության եւ խուճապի զգացողություն առաջացնելու տարրերն են։ Եթե օրինակ ասում են շտապ անցիր այս հղմամբ եւ տուր մեզ այս ինֆորմացիան, պաշտոնական կառույցները երբեք սահմանափակում չեն դնում քաղաքացիների առաջ նման քայլերը կատարելու համար։ Առավել եւս քաղաքացիներից չեն պահանջում իրենց անձնական կամ բանկային տվյալները նամակի հաղորդագրության միջոցով տրամադրել։ Ինչ նպատակ են հետապնդում ցանցայինները, օրինակ պետպաշտոնյաների անունից տարբեր նամակներ, հաղորդագրություններ, հայտարարություններ տարածելով։ Նպատակները տարբեր են։ Կոնկրետ ձեր նշված դեպքում նպատակը կարող է լինել օրինակ հեղինակության հետ խաղալ, այսինքն եթե մենք ստանում ենք նամակ եւ ենթադրում, կարծում, որ այս նամակը տվյալ կառույցից է կամ պաշտոնյայից է եւ այնուհետեւ իմանում, որ իրականում այդ նամակի հետևում կանգնած են կիբերհանցագործներ։ Այստեղ ոնց հասկանալ այն մարդն է, որը ներկայանում է, թե իրականում պրոֆիլի հետևում կան նույն հանցագործներ։ Հիմնականում քայլերը շատ նման են իրար։ Միշտ պետք է հիշել, որ պետական կառույցները եւ անձիկ մեզանից երբեք չեն ցանկանա, որ մեր ինֆորմացիան, անձնական տվյալները տրամադրենք, մեր գաղտնաբառը տրամադրենք եւ էլի բովանդակությանը ուշադրություն դարձնելով հաշտապողականության տարրերը եւ սխալները։ Մի ուրիշ գլխացավանք է միանգամից միլիոնատեր դառնալու այսպես հայտարարությունները, մարդիկ առաջարկում են դնել փոքրիկ
մեծ գումար, մի քանի օր հետո մեծ գումարի տեր դառնալ, այստեղ ինչպես կարող են քաղաքացիները հասկանալ դրանք կեղծ են թե իրական։ Այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել առաջարկներին։ Նրանք հիմնականում լինում են այսպես շատ գեղեցիկ փաթեթավորված։ Այսինքն, եթե մենք կարդում ենք որևէ առաջարկ, որը այնքան լավն է, որ անիրական է թվում, ապա հավանաբար այն կեղծիք է։ Պետք է հասկանանք, որ երբեք որևէ պետական կառույց կամ անձ չի ցանկանա մեզ օրինակ տրամադրել անվճար iPhone վերջին հեռախոսը կամ ձեր ասածի պես կատարել փոքրիկ ներդրում եւ ունենալ մեծ աճ։ Այսինքն, եթե անիրական են թվում, այստեղ նույնիսկ ունենք գործ կեղծիքի հետ։ Բացի սրանից, այս առաջարկները եւս հաճախ ունենում են այսպես շտապողականություն։ Եթե հենց հիմա սեղմես այս հղմանը, ապա կկարողանաս մասնակցել այսինչ բանին։ Թվում է թե մեր տվյալները ցանցում հիմա դարձել են շատ խոցելի։ Ինչպես քաղաքացիները կարող են անվտանգության մակարդակը բարձրացնել կամ պարզ, հասանելի, հասկանալի բանաձևեր։ Առաջինը ստուգելն է, ումից են այս ամենը եկել, բովանդակությանը շատ մեծ ուշադրություն դարձնելը։ Եթե կա որևէ հղում, եթե կա որևէ ֆայլ, որը ասվում է քաշենք, մինչև դրա վրա սեղմելը պարտադիր պետք է ծանոթանալ բովանդակությանը եւ հասկանալ ում հետ մենք այստեղ գործ ունենք։ Երկրորդը, որ շատ կարևոր է, այն է, որ քաղաքացիները իրենց տարբեր օգտահաշիվների համար ունենան տարբեր գաղտնաբառեր։ Եթե փորձենք նաեւ մեկ շերտել ավելացնել պաշտպանական, արդեն երկգործոն նույնականացում։ Ինքը սա կարող է մի փոքր բարդ թվալ, բայց իրականում պարզ է։ Հիմքում ընկած է երկրորդ գործոնի օգտագործումը, այսինքն բացի գաղտնաբառից, որպեսզի հաստատենք, որ սա իրոք մենք ենք, որպեսզի մեզ թույլ տան մտնել մեր օգտահաշիվ, երկրորդ գործոն ենք ներկայացնում։ Սա կարող է լինել մեր մատնահետքը, դեմքի սկանը կամ մեկ անգամյա կոդ, որը ուղարկվում է մեր հեռախոսահամարին։ Այս դեպքում անգամ երբ կիբերհանցագործը ունի մեր գաղտնաբառը, նա միևնույն չի կարող մուտք գործել, որտեղ նա չունի մեր մատնահետքը կամ դեմքի սկանը։ Եվ քանի որ շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները այս մասին լինեն կիբեր իրազեկված, պաշտպանվելու համար, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը եւ ԲՏԱ նախարարությունը միասին համագործակցությամբ իրականացնում են կիբեր իրազեկման արշավ Հայաստանի աշակերտների շրջանում եւ արդեն սրա շնորհիվ մենք ունենք 300 աշակերտ, որոնք ձեռք են բերել հիմնային կիբեր անվտանգության գիտելիքներ։ Անահիտ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։